Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այս ժամի համար պատրաստել ենք օրվա ամենակարևորը, իսկ դուք շարունակեք բաժանորդագրվել մեր ալիքին եւ մշտապես մնալ տեղեկացված։ Քեմբրիջի գիտնականները պարզել են, որ արդյունավետ աշխատանքի իդեալական բանաձևը 52 րոպե աշխատանքն է եւ 17 րոպե հանգիստը։ Պարզվել է, որ 5-ից 10 րոպե տևողությամբ ստանդարտ հանգիստները չեն վերականգնում ուղեղը, այլ հակառակը նվազեցնում են արդյունավետությունը, ինչի պատճառով առաջադրանքներն ավելի երկար են կատարվում։ 52 րոպե աշխատանքի եւ 17 րոպե հանգստի հիմնական պայմանն այն է, որ այդ 17 րոպեի ընթացքում դուք անջատվեք էկրանից եւ իսկապես լիցքաթափվեք։ Երևանում հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան քննարկում։ Նրանց հետ ըստ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրության հանդիպել է նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ աղբյուրի ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա է եղել նաեւ Դիլարա Էֆենդիևան։ Նա փաստերի ստուգման հարթակի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակել էին այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։ Էֆենդիևան անձամբ է որպես այսպես կոչված էկոակտիվիստ եղել, մասնակցելու Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելակմանը։ Այդ օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում էր անհնար մնալ։ Մինչդեռ Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ Փաստերի ստուգման հարթակը դեռ այդ ժամանակ էր հերքել էկոակտիվիստի կեղծ պնդումը, ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդները զրկված էին պատշաճ բուժօգնությունից եւ արգելափակմանը մասնակցած մյուս էկոակտիվիստների ապօրինի գործողությունների հետևանքով էին հայտնվել այդ իրավիճակում։ Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 46-ամյա հայ զբոսավար Վիգեն Էոքեջյանի իրավական ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու Էլջեքչյանի կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Էլջեքչյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում, հայ-ադրբեջանական պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման, այսպես կոչված վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Նրա փաստաբանները պնդում են, որ նրա կալանավորումը եւ դատապարտումը կամայական են եւ խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Ադրբեջանը Էլջեքչյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել եւ դատապարտել է ռազմական դատարանը, հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հաստատված նախադեպի։ Այն է, ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։ Համաձայն Ժնևի կոնվենցիայի քաղաքացիությամբ հայ Էլջեքչյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան։ Բացի այդ, նրա փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամին ինքնաբացարկ ներկայացնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Փակ TV-ի եթերում մեկնաբան Համլետ Ղուշյանի հետ զրույցում ժողովրդին կոչով անհնազանդության ակցիաներ անելու առաջարկ է արել։ Համատարած գործադուլներով, դասադուլներով, ամենօրյա ցույցերով առանց դադարի փակեք Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը, առանց քայլերթի։ Շարժումը տեղում չպետք է ունենա առաջնորդ, այն պետք է լինի ինքնաբուխ։ Այս իշխանությունը պետք է հրաժարական տա։ Քաղբանտարկյալներով իրար հանդեպ պետք է տածենք փոխադարձ հարգանք, չլսելով ոչ ոքի, չպարակտվելով ու չբաժանվելով։ Մենք չենք դադարեցնի շարժումը մինչև իշխանության հրաժարականը։ Բացենք բոլորի համար, ունենք նպատակ ազատության եւ իշխանափոխության։ Առաջարկս անժամկետ է։ Ցանկալի է այս առաջարկությանը պատասխանել մինչև հոկտեմբերի 27-ը, հայտարարել է ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատասխան այց Ադրբեջան կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի վերջը։ Նման հայտարարություն է արել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ից 22-ը ադրբեջանցիները այցելել էին Երևան։ Մենք ակնկալում ենք, որ այցը կլինի փոխադարձ։ Հանդիպումների ձևաչափը նախատեսվում է շարունակել երկարաժամկետ հեռանկարում։ Եթե դրական ազդանշաններ լինեն, գործընթացը կշարունակի զարգանալ։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության Բաքու կատարելիք այցին, այն նախատեսված է առաջիկայում։ Նման հայտարարություն են արել Բաքվից։ Հայտարարել են, թե Երևանում տեղի է ունեցել այդ հանդիպումը դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Սադրանքներ կամ բացասական կողմեր չեն եղել։
Կազմակերպվածությունը, անվտանգային հարցերը բարձր մակարդակի վրա են եղել։ Նշել են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանում պատմական է, քանի որ ի տարբերություն վերջին 30 տարիներին կայացած բոլոր նախորդ հանդիպումներին, այն կրել է բացառապես երկկողմ բնույթ, առանց երրորդ կողմերի կամ միջնորդների մասնակցության։ Ադրբեջանական իշխանամետ պարբերականում հայկական տարածաշրջանը անվանում են Ադրբեջանի պատմական հող։ Մասնավորապես հայկական Գեղարքունիքի մարզը հրապարակման մեջ կոչվում է Գյոյչա։ Նյութում հրապարակվել է նաև հարցազրույց քաղաքագետ եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որի ձևակերպմամբ նկատի են առնվում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքները։ Նրա կարծիքով վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանին անհրաժեշտ է այսպես կոչված հաղթահարել վերջին խոչընդոտները, փոփոխություն կատարել սահմանադրության որոշ դրույթներում եւ համոզել հայերին, որ դա երկրին շոշափելի օգուտ կբերի։ Նրանք Ադրբեջանի մարդասիրական քայլ են որակել դեպի Հայաստան տարածիկ փոխադրումների սահմանափակումների վերացումը եւ նշել են, թե պետք է համաժեք պատասխան ստանան Երևանից։ Սա չպետք է սահմանափակվի վարչապետ Փաշինյանի շնորհակալությամբ, այլ պետք է հաստատվի կոնկրետ գործողություններով։ Հայաստանը պարտավոր է ապահովել այսպես կոչված տեղահանված ադրբեջանցիների արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը Արևմտյան Ադրբեջան։ Նրանց վերաբնակեցումը։ Ադրբեջանցիների վերաինտեգրումը հայ հասարակության մեջ խնդիրներ չպետք է առաջացնի։ Նրանք ազգային կրոնական խտրականության չպետք է հանդիպեն եւ ունենան հավասար իրավունքներ։ Նման հայտարարություն են արել Ադրբեջանից։ Եվ վերջում օրվա տեսանյութ 65-ամյա Դենիս Բեկոնը 4 ժամ տևողության պրոցեդուրա է անցել, որը հայտնի է որպես ուղեղի խորը խթանում Պարկինսոնի հիվանդության ախտանիշները թեթևացնելու համար։ Երաժիշտը կլարնետ է նվագում, մինչդեռ բժիշկները կանգնած նրան են հետևում, վիրահատում են նրա ուղեղը, էլեկտրոդներ են տեղադրում էլեկտրական ազդակներ հաղորդելու համար։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի դուք լինեք մշտապես տեղեկացված եւ բաց չթողնեք ամենակարևորը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։